Ինչ տեղ են զբաղեցնում գիտելիքը կամ դատողությունը տապահի ջանքում։ Ճիշտն ասած, տապահին վերաբերող ծառայություն մատուցելու համար պահանջվում է շատ ավելի մեծ գիտելիք, քան շահութային, մաքրություն պահելուն վերաբերող ծառայության համար։ Գիտելիքից զուրկ տապահը անխուսափելիորեն կչարաշահվի։ Պատեհապաշտները կչարաշահեն ձեր էներգիան, կորզելով ձեզանից աշխատանք իրենց եսասիրական նպատակներին ծառայելու համար և միևնույն ժամանակ դա կզրկի իրական տառապյալներին ձեր պատշաճ ծառայություն մատուցելուց։ Հետևաբար, տապահի սկզբունքին հետևելիս դուք պետք է լիովին պարզեք, արդյոք այն անձը, ում պատրաստվում եք ծառայել, իսկապես ունի ձեր ծառայության կարիքը։ Հարուստ ժլատը մոտենում է ձեզ վշտի պատմությամբ և աղաչում է ձեզ օգնել իրեն։ Խղճահարությունից դրդված, եթե դուք անեք այն, ինչ անհրաժեշտ է նրան տառապանքից ազատելու համար, տապահի բուն նպատակը կձախողվի, քանի որ այն առանց որևէ գիտելիքի կամ դատողության է։ Շնորհակալություն դիտման համար։ Հետևեք մեզ սոցհարթակներում։ Միացեք մեր մեդիտացիայի և յոգայի հանդիպումներին ամեն կիրակի 13:00-ին։ Մուտքն ազատ է։